հարցել, եթե կարելի է, Արցախի Այդ ձեզ գրում են անդեղից, հետո եք հարցեր տալիս։ Չէ, ուղղակի ես ինձ համար գրել եմ, որպեսզի չմոռանամ։ Լավ եք արել։ Ալմաթայի հռչակագրին է Նիկոլ Փաշինյանը հողում տալիս այս Արցախի հետ կապված, եւ ստացվում է այնպես, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ալմաթայի հռչակագիրը ստորագրվել է, Նիկոլ Փաշինյանը հողում է տալիս Ալմաթայի հռչակագրին եւ հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում, բայց միևնույն ժամանակ հայտարարում են, որ բանակցությունները Արցախի հարցում տապալել եք դուք եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես է ստացվում եւ ձեզ համար պարզ է, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը առհասարակ դուրս մնում այս գործընթացից, եթե նա է ստորագրել եւ կներեք, Նիկոլ Փաշինյանն էլ երբեք դուրս չի մնացել եւ տասնյակ անգամներ մեզ երեքիս են ամեղադրել Արցախը դե շատը քիչ ոտնա։ Ես չեմ հաշվում, թե չգիտեմ Դուք լսել եք քննադատություն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եթե Ալմաթայի հռչակագիրը չստորագրեր, ապա մենք այսօր Արցախը չենք հանձնի, ես դրա մասին եմ խոսում, ես այսպիսի քննադատություն իշխանությունների կողմից չեմ լսել։ Ախր Ալմաթայի հռչակագիրը որևէ առնչություն չուներ, բացարձակապես որևէ առնչություն չուներ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Հիմա դրան է կողմը։ Ախր դե ինքը կարա, հասկանում եք, կարող է ինքը Մազդոկի հանդիպմանը այս հղում կատարի, նա կարող է Մոնտեվիդեոյի ինչ-որ մի ռեստորանում մի հանդիպման հղում անել, դա ինչ կապ ունի։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ հակասություն չունի ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ։ Ով այդպիսի հակասություններ է տեսնում, ուրեմն նա ծանոթ չի ոչ ՄԱԿ-ի սկզբունքներին եւ ոչ էլ Հելսինկյան սկզբունքներին, որտեղ սև սպիտակի վրա եւ այս սկզբունքը կա, եւ այս սկզբունքը կա։ Տարածքային ամբողջականության սկզբունքները վերաբերում են պետությունների, միջպետական հարաբերություններին, իսկ ինքնորոշման իրավունքը վերաբերում է կենտրոնի եւ ծայրամասի հարաբերություններին։ Ես մի քանի անգամ, երևի մեկ տասնյակ անգամ ասել եմ, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի հետ։ Եվ որևէ մեկը ես նկատի ունեմ մասնագետներից կամ համանախագահներից չի ասել, բայց դու ինչի ես այսպիսի հակասական բաներ բերում։ Իսկ եթե մեկը գլխում կա, որ այս հարաբերությունները, այս սկզբունքները իրար հակասում են, դա իր խնդիրն է։ Եվ ոչ թե այս հարաբերությունների խնդիրը, էլի։ Արջ տարածքալ է գտել։ ՄԱԿ-ի սկզբունքներում հակասություն է գտել։ Կամ Հելսինկյան սկզբունքներում հակասություն է գտել։ Դա ինչ ասեմ։ Շնորհակալություն։